Ցանկանում եմ տեղեկացնել մի դեպքի մասին։ Սա ողբերգություն է, թե դիտավորյալ հանցագործություն կամ խայտառակություն։ Խնդրեմ, կներկայանաք։ Ես Նելի Հովհաննիսյանն եմ, ուզում եմ հայտնեմ, որ ամսի 5-ին եղբայրս եղել է ալկոգոլի ազդեցության տակ, Ներողություն, որ վարչական շրջանում, որ մարզում։ Մարտունի, քաղաք Մարտունի, գյուղ Արծվանից, ոստիկանություն են կանչել։ Նա քանի տարեկան է։ 36։ Ծառայել է բանակում։ Ծառայել է բանակում եւ մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Կանչել են ոստիկանություն, որպեսզի հանդարտացնեն։ Ոստիկանությունը ձերբակալել է, տվել են բաժին, այնտեղից չգիտեմ ինչու որոշել են, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի, տեղափոխել են Սևանի հոգեբուժարան։ Իսկ երբ է դեպքը տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել այս ամսի 5-ին են տարել։ Օգոստոսի 5-ին։ Օգոստոսի 5-ին, այո։ Շատ լավ։ Իսկ նրանք 3 օր են պահել հոգեբուժարանում, թե ոչ։ 3 օր պահել են, եղբայրս չի ստորագրել, որ համաձայն է բուժման, ուղարկել են փաստաթղթերը դատարան, դատարանի վճիռը կայացել է ամսի օգոստոսի 18-ին։ Ներողություն։ Հարգելի Սրփուի Գայլյան, դիմում եմ ձեզ։ Սա արդարադատություն է, թե անարդարություն, հա։ Փաստենք մեր բանի մասին։ Քաղաքացուն իրավունք ունեն 72 ժամ պահել, ոչ ավելի։ Դատարանի վճիռը ի կատարածվել, ներողություն, 1 րոպե։ Դատարանի վճիռը ի կատարածվել օգոստոսի 18-ին, այնինչ մինչև օգոստոսի 5-ից ընկած օգոստոսի 18 ժամանակը քաղաքացուն պահել են հոգեբուժարանում։ Այսինքն, եթե ես օրինակի համար գնացած լինեմ ծնունդ, որևիցե առիթի, մի փոքր խմած լինեմ, գինովցած լինեմ, որևիցե մեկը իրավունք ունի ինձ վերցնի տանի հոգեբուժարան։ Սա ինչ է, գժանոց է երկիրը վերածե, թե ինչի։ Ներողություն, ձեր վերջի խոսքը։ Վերջի խոսքս ես բողոքում եմ Սևանի հոգեբուժարանի կապակցությամբ, որովհետև ես ուզում եմ իմ եղբորը։ Այսինքն նրանց դեմ։ Նրանց դեմ, այո, ինչու, որովհետև առանց դատարանի վճիռից հետո ոչ մի ընդհանրապես հետազոտում չեն արել, ոչ մի անալիզ չեն վերցրել եւ ներարկում են հոգեմետ դեղեր, որը որ շատ վնաս է աղբորս լյարդին։ Խնդրանքով գնացել եմ 3, ուզում ենք մամայիս հետ տեղափոխենք ուրիշ հիվանդանոց ստուգելու, մեզ կոպտաբար դուրս շպրտեցին տարածքից, քարտուղարուհին անվտանգության աշխատակցին, այո, ասել էր, որ մեր դուրս անի, բայց բժշկուհին թույլ էր տվեց մեզ